Երեք քաղաքացի է մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։ Պատճառը մայրաքաղաքի Երևանի համայնքում տեղի ունեցած դանակահարությունն է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են առնանման հետքեր, գազային ատրճանակի չկրակված 3 պարկուճ։ Լոռու մարզում կրակոցներ են հնչել, 10 հոգի ձերբակալվել է։ Մամուլի տեղեկություններով կրակոցները հնչել են նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի, Ձերժավայի Արկադիի տան մոտ։ Արամուսում կենցաղային վիճաբանության ֆոնին 61-ամյա բնակիչը իրեն պատկանող հրացանով սպանեց ամուսինների։ Դեպքից անմիջապես հետո նույն անձը եւս 2 հոգու զրկեց կյանքից արդեն Զովաշենում։ Վերջին շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքերից էին, երբ շանը հայհոյելը կամ անձրևաջրերի միջով մեքենան զգուշորեն վարելու պահանջը դարձան սպանության պատճառ։ Երկար ձգվող շղթայի այս օղակները վկայում են հանրային անհանդուրժողականության, լարվածության, ագրեսիայի ու դաժանության աճի մասին, եւ թե ինչպես աննշան թվացող վեճերը կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։ Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը կարծում է, միջանձնային բախումների հիմնական պատճառներից մեկը հասարակության արժեհամակարգի փոփոխությունն է կամ անկումը։ Այն, որ մենք ձեզ հետ այլևս չենք առաջնորդվում եւ կառավարվում միասնական արժեքներով, համայնքային ամբողջականությամբ, ամոթի զգացումով, խղճի զգացումով եւս շատ վատ նեգատիվ դրսևորումներն են այս ամեն ինչի, այդ քաոսի, արժեհամակարգային քաոսի եւ նա ուժը ճիշտ է, նա ով ուժեղ է, այս սկզբունքն է սկսում գործել նորից, ջունգլիների օրենք է սա կոչվում։ Ոստիկանության հրապարակած ամփոփագրի տվյալով անցած 1 օրում մեր երկրում գրանցվել է հանցագործության 158 դեպք, այդ թվում 6-ը մարմնական վնասվածք պատճառելու, 6-ը սառը զենքի հայտնաբերման, 11-ը խարդախության, 11-ը թմրանյութի հայտնաբերման։ Սոցիոլոգիայի դոկտորի խոսքով հաճախ բարձրաստիճան պաշտոնյաների վարվելակերպն է ձևավորում քաղաքացիների վարքը։ Ըստ նրա, չնայած Հայաստանը խորհրդարանական երկիր է, ամենահեղինակազրկված կառույցը ազգային ժողովն է, այսպես էլ ձևավորվում է ամենաթողության մթնոլորտը։ Տեսնելով վերևից եկող կուսակցությունների միջև գզվրտոց ազգային ժողովում պատգամավորների մշտական խուլիգանական պահվածքը, սա տեսնելով սովորական քաղաքացիներ, ընտրողներ շատ հաճախ նույն վարքագիծն են ընդօրինակում։ Երբեմն մանրումեծ հանցագործություններն ավելի խորը արմատներ են ունենում։ Ըստ մասնագետի, վիճաբանության, ծեծկրտուքի, ֆիզիկական բռնության պատճառ հաճախ դառնում են ծնողների դաստիարակչական սխալ մեթոդները։ Եթե քեզ բան ասեն, քարը վերցրու տուր գլխին, կոպիտ ասած կամ մեղմ ասած, եւ դրանով են դաստիարակում այսօր երեխեքին։ Բակի խաղացող երեխեքը հաճախ իրար հայհոյում են եւ հայհոյում շատ կոպիտ ձևերով։ Հիմա պատկերացրեք, որ նրանց մեկի ծնողն է լսում, որ իր երեխային հայհոյում են այդպես, ինչպես որ դա երեխայական չի արդեն, իջնեն եւ սկսեն այդ ուրեմն հաշվեհարդար պահանջել ամբողջ ընտանիքից։ Մենք այդտեղ ենք միջնադարում, կոպիտ ասած։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված հանցագործությունների թիվն աճել է 12.4%-ով։ Առավել մեծ աճ է արձանագրվել մայրաքաղաք Երևանում, առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 29%-ով։ Հանցավորության դեմ պայքարի համար աշխարհի զարգացած երկրները կիրառում են բազմաթիվ նորարարական եւ արդյունավետ մոտեցումներ։ Իսլանդիան, որը 2008-ից ի վեր համարվում է աշխարհի ամենախաղաղասեր երկիրը, այդ հաջողությանը հասել է հանցավորության կանխարգելման յուրահատուկ մոդելի շնորհիվ, որը կենտրոնանում է ոչ թե հանցագործության դեմ պայքարի, այլ դրա առաջացման ռիսկի գործոնները վերացնելու վրա, հատկապես երիտասարդների շրջանում։ Նորվեգիան որդեգրել է քրեական արդարադատության արմատապես տարբերվող մոտեցում, որի առանցքում ոչ թե պատիժն է, այլ վերականգնումը եւ սոցիալականացումը։ Երկիրը, որի բանտերը աղքատ երկրների բնակիչների համար բարձրակարգ հանգստավայր կթվային, ունի աշխարհում կրկնահանցագործության ամենացածր ցուցանիշներից մեկը՝ մոտ 20%։ Մերի Դանիելյան, Ստեփան Տիգրանյան, Free Open Media։